3 տարվա ընդմիջումից հետո Երևան է ժամանել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որը վերջին անգամ 2022 թվականի հունիսի 9-ին էր հանդիպել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին ու մասնակցել ՀԱՊԿ արտգործնախարարների նիստին։ Փաշինյանին հանդիպել էր դրանից ընդամենը 1 տարի առաջ։ Այս անգամվա այցին Երևանում Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովին առանձնապես գրկաբաց չընդունեցին քաղաքացիների մի փոքր հատվածը միայն։ Բայց դա չխաթարեց նրա այցի նպատակին։ Չորեքշաբթի առավոտյան ամեն բան ընթացավ Միրզոյանի ու Լավրովի պլանի համաձայն։ Այց Մայր Հայաստանի հուշահամալիր, պաշտոնական հանդիպում ԱԳՆ շենքում, ասուլիս ու իհարկե փաստաթղթերի ստորագրում։ Սկսենք սկզբից։ Ռուսաստանի արտգործնախարարն իր աշխատանքային այցը սկսել է Մայր Հայաստան հուշարձանի անմար կրակի մոտ ծաղկեպսակ դնելով։ Հետո հայ գործընկերոջ հետ առանձնազրույց է ունեցել արտաքին գործերի նախարարության շենքում։ Ասուլիս է տվել ու պատասխանել լրագրողների հարցերին ու դիտարկումներին։ Մասնավորապես անդրադարձել է հարցին, որ Ադրբեջանն Արցախյան պատերազմում ռուսական զենք է կիրառել։ Լավրովը հիշեցրել է Հայաստանը նույնպես անկախություն ստանալուց հետո գրեթե բոլոր տարիներին գործածել է ռուսական զենք, այդ թվում ժամանակին վերցնելու համար Արցախի այն 7 շրջանը, որոնց նկատմամբ երբևէ պաշտոնական հավակնություն չի ունեցել։ Իմիջայլոց Հայաստանի առաջին ղեկավարներից ոչ մեկը երբեք չէր առաջարկում Լեռնային Ղարաբաղը ճանաչել որպես անկախ միավոր, բայց օգտագործվում էր ռուսաստանյան զենք, վերցնելու համար չվիճարկվող 7 ադրբեջանական շրջաններ եւ այնտեղ ամրաշինական եւ ռազմական գծեր ստեղծելու համար։ Դա ցույց էր տալիս, որ այդ ամենն այդ տարածքները շատ երկար ժամանակ պահելու նպատակով է արվում։ Որոշ վերլուծաբանների խոսքով այդ ամրաշինական աշխատանքների բնույթը վկայում էր, որ ընդհանրապես չէին ծրագրում դրանք հետ փոխանցել Ադրբեջանին։ Ռուսական զենքն աշխարհի շատ երկրներում է օգտագործվում եւ միշտ չէ, որ դա համահունչ է բոլոր կողմերին ձեռնտու սկզբունքներին։ Ըստ Լավրովի ազնիվ չէ, երբ ոմանք պնդում են, թե Ռուսաստանն է Ադրբեջանին հանձնել Ղարաբաղը։ Պնդում են, որ փաստերը հակառակն են ասում, իսկ կատարվածի մասին իրենք տեղեկացել են միայն լրատվամիջոցներից։ Արցախից հետո լրագրողները հիշեցրել են ջերմուկի դեպքերը։ 2022 թվականին Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա, թիրախավորեց ջերմուկը, այդ պայմաններում Ռուսաստանի Դաշնությունն ինչու չարձագանքեց եւ չկատարեց ՀԱՊԿ-ում իր պայմանագրային պարտավորությունները եւ գործնականում համարժեք արձագանք չեղավ։ Մեր պարտավորություններից բխող արձագանքը, որը համապատասխանում էր ՀԱՊԿ-ում ու ՀՀ պայմանագրային պարտավորություններին, եղավ։ Դեպքից անմիջապես հետո իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գլխավորությամբ գործուղվել է փաստահավաք առաքելություն։ Կազմվել է օպերատիվ զեկույց եւ առաջարկվել է դիտորդներին ուղարկել իրավիճակի կայունացման համար։ Ապա տեղի ունեցել կառավարությունների մակարդակով քննարկում։ Թեմայով աշխատել են արտգործնախարարներն ու պաշտպանության նախարարները, միաժամանակ խմբագրելով այն առաջարկները, որոնք ներկայացվել են ՀԱՊԿ քարտուղարությանը։ Վերջում կոնսենսուսի են հասել ամբողջ տեքստի շուրջ, որը ներկայացվել է անդամ պետությունների ղեկավարների քննարկմանը։ Սակայն տարբեր հանգամանքների բերումով հայկական կողմը առաջարկել է հետաձգել տեքստի ընդունումը, ինչի հետևանքով համաձայնություն այդ փուլում տեղի չի ունեցել։ Իսկ այս փուլում Մոսկվան արդեն պատրաստ է նպաստելու բոլոր այն հարցերի կարգավորմանը, որոնք անհրաժեշտ են խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման համար։ Ռուսաստանն ուզում է գործակցել Հայաստանի հետ սուվերեն տարածքի պաշտպանության հարցում։ Լավրովն ասում է, որ Ռուսաստանն անկեղծորեն հետաքրքրված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմամբ։ Նախկինի պես համարում ենք, որ մեր դաշնակցային հարաբերություններում կարևորագույն ոլորտներից է անվտանգությունը։ Մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականության ապահովմանը։ Մոսկվան անկեղծ հետաքրքրված է Երևան-Բաքու ամբողջական կարգավորմամբ։ Կարծում ենք դրա համար ամուր հիմք են 2020 եւ 2022 թվականների Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի միջև ամենաբարձր մակարդակով ձեռք բերված համալիր եռակողմ պայմանավորվածությունները։ Մենք ողջունել ենք խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Պատրաստ ենք օգնել այդ փաստաթղթի ստորագրման համար կարգավորման կարիք ունեցող բոլոր խնդիրների լուծման հարցում։ Միշտ կարող եք մեզ վրա հույս դնել, այդ թվում տրանսպորտային տնտեսական ուղիների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, սահմանագծման, առաջացող բոլոր մարդասիրական խնդիրների լուծման հարցում։ Արարատ Միրզոյանն էլ ռուս լրագրողի հարցին պատասխանեց ուղիղ ու հստակ. Արդյոք Երևանը պատրաստվում է վերաֆորմատավորել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ուզում եմ շատ ուղիղ պատասխանել. ոչ։ Ոչ։ Մեր պարտավորությունները եւ իրավունքները եւ մեր մտադրությունները միմյանց նկատմամբ հստակ գրված են թղթի վրա, ստորագրված են, ավերացված են եւ դրանք որևէ մեկը չի լուծարել։ Միևնույն ժամանակ հայտնի են
հայաստանյան կողմի մտահոգությունները այն մասին, որ նախատեսված միջոցառումները, մեխանիզմները ոչ անպայմանորեն միշտ եւ ոչ անպայմանորեն ամբողջությամբ կամ սահմանված կարգով աշխատել են։ Անդրադառնալով մշակութային գործակցությանը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարը նշեց, որ հոկտեմբերին Մոսկվայում անցկացվելու են հայկական օրեր։ Պաշտոնյանն ընդգծեց փաստը, որ Հայաստանն ու Ռուսաստանն այսօր գրեթե բոլոր ոլորտներում ունեն բավականին շատ շփումներ ու կապեր, որոնք պետք է առավելագույնս ու խելամտորեն օգտագործել։ Հետո հավելեց, թե իրենք այսօր էլ խնամքով են վերաբերում Հայաստանի հետ իրենց դաշնակցային հարաբերություններին։ Իսկ վերջում Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները ստորագրեցին երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների 2025-ից 26 թվականների խորհրդատվությունների պլանը։ Ասուլիսի ավարտից հետո Լավրովն ուղևորվեց հայ սլավոնական համալսարան, որտեղ նրան դիմավորեցին ծափերով ու պատրաստվեցին լսել նրա դասախոսությունը։ Նանե Հայրապետյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։